Հեծանվավազք ու սպորտային խաղեր, բայց ոչ աշակերտների մասնակցությամբ Գյումրիում առաջին անգամ կայացավ Սպորտլանդիա դպրոցի տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ Գյումրու թիվ 9, թիվ 11 ու թիվ 15 դպրոցների միասնական ջանքերով։ Սպորտլանդիան նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության տոնին, սա հանդիսացավ ոչ միայն հարգանքի տուրք պատմական հիշողությանը, այլև լավ առիթ դպրոցական համայնքը համախմբելու, առողջ ապրելակերպի և հայրենասիրության գաղափարների ամրապնդմանը։ 3 դպրոցի մանկավարժական հանրույթով այսօր համախմբվել ենք մի գաղափարի շուրջ, որը նվիրված է հանրապետության առաջին անկախության տոնին, եւ մեր առաքելությունն է, որ կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցման աղբյուր է, այլ ազգային ձևավորման հիմքն է, եւ այս միջոցառումը թող լինի մեր եւ թե կրթության պատասխանատուներին եւ թե մեր սաներին, ապագա քաղաքացիներին լինի նոր ներշնչման աղբյուր։ Այստեղ միասնությունն է, այստեղ անկախությունն է, ասեմ, որ այս ուսուցչական կազմը շատ ակտիվորեն մասնակցություն ունեցավ, ճիշտ ասած, երբ որ առաջարկեցինք, բոլորը ուզեցան մասնակցեն, բայց որ չէին կարող, ամեն դպրոցից 30 աշխատակից, եւ այստեղ ոչ միայն կրթությունն է, այլ կրթություն եւ առողջ ապրելակերպ քայլում են իրար հետ։ Սպորտլանդիային մասնակցեց շուրջ 30 ուսուցիչ եւ դպրոցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ովքեր մեծ ոգևորությամբ անցան խաղերին, ապացուցելով, որ օրինակելի կարող են լինել ոչ միայն դասասենյակում, այլև մարզադահլիճում։ Ինքս որպես դպրոցավար շատ կարևորում եմ միասնականության գաղափարը որպես հիմնական դպրոցում կրթություն մատուցելու ձատ, քանի որ միասնականությունը մեկ ուժ է, որը կարող է շատ հաղթանակների համար գրավական լինել։ Այսպես որոշեցինք 3 դպրոցների միջև միջդպրոցական սպորտլանդիա կազմակերպել, հիմք ունենալով մշակույթը, սպորտը, ինչով միշտ Գյումրին փախտել է։ Միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, ով բարձր գնահատեց այս նախաձեռնության իրականացումը։ Շատ ճիշտ որոշում է, որովհետև դպրոցում աշակերտը երիտասարդը միայն կրթություն չպետք է ստանա, այլ նաև շատ ու շատ հմտություններ պիտի ձեռք բերի ու շատ ու շատ չգրված օրենքներ պիտի սովորի, որի մեջ նաև առողջ ապրելակերպն է եւ սպորտով զբաղվել, հասարակության համար ավելի միդանի դառնալ եւ հետագայում բնականաբար փոխանցել իրենց սերունդը։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր նաև մշակութային անկյուն ավանդական հայկական ուտեստներով եւ հյուրասիրությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Կապրելյան այսօր։